Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք Նոա ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի հետ խաղի մամուլի ասուլիսը Ուրարտուի դեմ կայացած խաղից հետո մարզիչը սկզբում կխոսի խաղի մասին, այնուհետև կլինեն լրագրողների հարցերը. Coach, first about the match, after will be questions. Good evening to everyone. Բարի երեկո բոլորին. Congratulations to my players for the performance today. Շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստերին ցույց տված խաղի համար. Unfortunately, we didn't took 3 points. Ցավոք սրտի մենք 3 միավոր չնվաճեցինք. But beside first 10-15 minutes where I was not satisfied with our play, we were far away from players, out of duels. Բացի այն պահից, որ առաջինից մինչև 15-րդ րոպեն, առաջին 15 րոպեները ես այդքան էլ գող չէի իմ խաղացողներից, մեկը մեկի դեմ իրավիճակներում, մենապայքարներում. In these first 10-15 minutes, we were lacking of energy. Մենք նշված 10-15 րոպեների ընթացքում էներգիայի խնդիր ունեինք. But after that, I think that we take control over the match. Դրանից հետո իմ կարծիքով մենք վերցրեցինք խաղը մեր ձեռքը. We create more than enough chances to score a goal. Մենք ստեղծում էինք ավելի քան որքան որ պետք էր գոլ խփելու համար այդպիսի իրավիճակներ. Unfortunately, we didn't score. Ցավոք սրտի մենք չխփեցինք գոլ. Often in this kind of situations, you receive a goal after one counter attack or some set piece or something like this. Սովորաբար այս իրավիճակներում հաճախ դու նաև գոլ ես բաց թողում հակագրողների ժամանակ կամ տուգանայինի ժամանակ. But we were very stable and we control absolutely everything. One more time, I am not happy because we didn't win the match, but with performance I am happy, and especially we play only 3 days after European match. It's not easy rhythm, and I think that our players show today what quality they have. Բայց մենք ստաբիլ էինք եւ ընդամենը 3 օր հետո եվրոպական խաղից մենք խաղացինք. Հեշտ չէ կրկին նշեմ, որ ես ուրախ չեմ, որ մենք 3 միավոր չնվաճեցինք, բայց կարծում եմ, որ տղաները ցույց տվեցին իրենց որակներն այսօր. Harzer? Robert? Mr. Perkovic, my question would be about corner kicks. There were at least 4 corner kicks that was wasted, let's say, because the players tried to send ball to the far post, but that was unsuccessful. So what was the idea? Հարցը հետևյալներ, Մr. Պերկովիչ Նոան 4 անկյունային էր, հարցը անկյունայինների մասներ 4 անկյունային, որը ըստ լրագրողի կարծես ապարդյուն էր, քանի որ ֆուտբոլիստները փորձում էին ուղղել հեռավոր դարպասաձողին, բայց միտքը չէր ստացվում, ինչն էր իրականում միտքը, որը որ չէր ստացվում ֆուտբոլիստների մոտ. I asked my players same question. Ես նույն հարցը տվել եմ իմ ֆուտբոլիստներին. But sometimes these things happen, it's technical mistake. Ցավոք սրտի ժամանակ առ ժամանակ երբեմն նման սխալներ լինում են, սա տեխնիկական սխալ է. It's sometimes players have some kind of ideas. It doesn't go well. Հաճախ ֆուտբոլիստներ իրենք են ունենում ինչ-որ միտք իրագործելու եւ դա լավ չի ստացվում. But this is part of the sport. Բայց սա սպորտի մի մասն է. It cannot everything be perfect. Հնարավոր չէ միշտ իդեալական լինել. Taking into consideration that Cancarevic was successful on a penalty, can we say that Noah mostly gave one point rather than lost 2? Հարցը հետևյալն էր, որ Չանչարևիչի մոտ ստացվեց 11 մետրանոցը հետ մղել, որը որ հնարավորություն տվեց, կարելի ասել, գոնե մեկ միավոր ունենալու, այս հաշվի առնելով արդեն, որ խաղը ավարտվել է ոչ ոքի, վերջի մասը չլսեցին ներողություն։ Այո։ Կարելի է նշել, որ կորցնելու փոխարեն 2 միավոր, 1 միավորով ենք վերադառնում։ Not at all. Ոչ այդքան։ Of course, Ogi was very good today and he saved penalty, but when penalty was, I think this was around 40 minutes, we would still have 50 minutes of playing time. Այո, Օգնյանը շատ հաջողակ էր, լավ խաղ ցուցադրեց այսօր, բայց դա ընդամենը մեկ դրվագ էր, մենք դեռևս ունեինք դրանից հետո մոտավորապես 50 րոպե խաղալու։ And in my opinion, we lose 2 points today and we didn't win one. Իմ կարծիքով մենք 2 միավոր կորցրինք, ոչ թե 1 միավոր նվաճեցինք։ Այս պարագայում։ Շնորհակալություն։
Լսում եմ։ Վերջի հարցին նորից ֆուտբոլ, հարցս հետևյալն է, որ դեպքում է խաղում իրականում Մամվելյանը, արդյոք ենթահարձակվողի դեպքում, եւ չէ կարծում, որ դեպքում հնարավոր է այլ խաղացողի փորձարկել։ Սկզբում է He played left number 8. Նա ձախ համար 8 էր խաղում։ Defensively, we have some specific instructions for him. Պաշտպանությունում մենք ունեինք նրա համար հատուկ այսպես ասած առաջադրանք։ That is why maybe seems sometimes that he's playing like second striker. Եվ դրա պատճառով էր որ տպավորություն կար, որ նա ենթահարձակվող էր խաղում այդ դեպքում։ Yes, I'm very happy with his performance. I think he played very well. He has few good situations to score a goal. Այո, ես գոհ եմ նրա ցույց տված խաղից, նա շատ լավ խաղ ցուցադրեց եւ կարծում եմ մի քանի դրվագում կարող էր գոլ խփել։ One time he was very close. Unfortunately, he did not, but I'm happy with him. Մեկ անգամ նա իսկապես շատ մոտ էր գոլ խփելուն, ցավոք սրտի նրա մոտ չստացվեց, բայց մեկ անգամ եւս մարդը նշեց, որ նա գոհ է գոլ խաղից։ Պետքի մասին ինչ կասեք, նա կենտրոնական պաշտպանի դիրքում հայտնվեց, դա ձեր հրահանգով էր, թե խաղի ընթացքներ այդպես թելադրում։ In my opinion, he didn't play central defender, he played central defensive midfielder. Իմ կարծիքով նա կենտրոնական պաշտպանի դիրքում չէր խաղում, այլ կենտրոնական կիսապաշտպանությունում էր խաղում ավելի շատ։ We have one, how should I say, one pattern in our offensive organization when he dropped and we created then with 3 at the back. Մենք ունենք այսպես ասած դրված սխեմա, որ երբ որ գնդակը գալիս է 3 հոգով են հետ գալիս պաշտպանվելու։ But he was number 6. Բայց նա համար 6 էր։ Վերջ։ I have something to say. Լրացում ունի մարզիչը։ I'm not too long here in Armenia. I am only 3.5 months. Ես երկար ժամանակ չէ որ Հայաստանում եմ, ընդամենը 3.5 ամիս։ Armenian football is good. Հայկական ֆուտբոլը լավն է։ Players are good, clubs are good. Խաղացողներն են լավը, ակումբներն են լավը։ And I really hope, not because us, not because me, not because I really hope because of Armenian football. Եվ ես իսկապես հույս ունեմ ոչ ինձ համար, ոչ մեր ակումբի համար, այլ ես իսկապես հուսով եմ հայկական ֆուտբոլի համար։ That also some other things which are part of the football match will be on the level that Armenian football. Որ այլ գործոններ, որոնք առնչվում են ֆուտբոլի հետ, կլինեն այն մակարդակում, որ արժանի է հայկական ֆուտբոլը։ It will help a lot and to Armenian league and to Armenian national team and to Armenian football, and then we can expect also that for the match like today there will be much more people. Եվ դա կօգնի Հայաստանի ներքին առաջնությանը, դա կօգնի հավաքականին Հայաստանի, դա կօգնի առաջնությանը եւ կօգնի որպեսզի ավելի շատ մարդիկ տեսնենք մարզադաշտում, ավելի շատ քան այսօր էր։ And now Sushi have something to say. Այո, հարգելի գործընկերներ, սիրելի Նոայի երկրպագուներ, սա իմ վերջին մամուլի ասուլիսներ, հանգամանքի բերումով ամեն ինչ չէ, որ մեր պլանավորածով է գնում, եւ ես այսօրվանից համալրում եմ Նոայի երկրպագուական շարքերը, կարող եմ ասել, որ կլինեմ ամենավառ երկրպագուն, համար 1 երկրպագուն։ Իմ սիրտը սև ու սպիտակ է, ես սիրում եմ Նոան շատ, ոչ որովհետև մենք չեմպիոն ենք, մենք ուժեղ ենք, մենք համար մեկն ենք։ Նոան ընտանիք է, որը ես հպարտորեն եղել եմ ընտանիքի անդամ եւ շարունակելու եմ մնալ, եւ տա Աստված, որ օրերից մի օր մեր ճանապարհները կրկին կխաչվեն, եւ շնորհակալություն ձեզ, որ Նոայի հետ եք, որ դիտում եք մեր ասուլիսները, մեկնաբանությունները շատ հաճախ թողնում։ Սիրում եմ բոլորիդ, առաջ Նոա, առաջ։